Քրիստոս հայրավի մերելոց, շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Զատիկի կապակցությամբ, իրականում այսօր ասում են արդեն Քրիստոս հայրավի մերելոց, ոչ միայն մերելոցի օրը, այլ նաև 40 օր շարունակ բոլորին շնորհավորում եմ այս Սուրբ Զատիկի տոնի կապակցությամբ, անկեղծ ասած ընտանիքիս հետ Զատիկը նշելուց հետո եւ երեխաներիս օրվա խորհուրդը բացատրելուց հետո որոշեցի անպայման պատրաստել ձեզ համար սիրելի հայրենակիցներ այս հաղորդումը, առիթից օգտվելով շնորհավորել ուզեցի բոլորի Զատիկը, քանի որ նախորդ մեր հաղորդման ընթացքում տեխնիկական խնդիրներ ունեինք եւ վերջում երբ որ շնորհավորել էի, չէր ստացվել ձայնագրել այդ շնորհավորանքը, դրանից բացի շատ կարևոր հարցեր կային քննարկելու եւ ինչպես խոստացել էի, անպայման մենք հիմա եթեր ենք անելու, որպեսզի քննարկենք այդ հարցերը։ Կարծում եմ 2 օր մենք եթեր չենք ունենա, եթե շատ կարևոր ինչ-որ իրադարձություններ տեղի ունենան, էլի կփորձենք անել հաղորդում, բայց կարծում եմ, որ 2 օր մենք հիմնականում դադար ենք ունենալու։ Եվ հիմա քննարկելու ենք հիմնական շատ կարևոր հարցեր, նախ բանակցությունները Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, որոնք որ տեղի ունեցան Հռոմում, շատ հետաքրքիր եւ կարևոր հայտարարություններ մենք ստացանք այդ բանակցություններից հետո։ Դրանից բացի մենք տեղեկացանք, որ հրադադար է հաստատվում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով, հայտարարությամբ, որ Զատիկի այս տոների առիթով հրադադար է լինելու, այդ հարցը եւս կքննարկենք, կհասկանանք թե ինչու եւ ինչպես, եւ դրանից բացի կքննարկենք ելի մի շատ կարևոր հարցեր, որոնք որ վերաբերվում են Իրանին ու Ուկրաինային։ Սակայն նախքան հաղորդումը սկսել է, հիշեցնեմ լայքերի համար եւ սկսենք կրկին։ Հայաստանով մեկ կարևոր տեղեկություն կա, Բայրամովի հայտարարությունը Ադրբեջանի արտգործնախարարի, նրա խոսքերով Հայաստանի եւ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ է տեղի ունեցել խաղաղության պայմանագրի եւ երկկողմ բանակցությունները տալիս են դրական արդյունքներ։ Նրա խոսքերով այդ երկկողմանի բանակցությունները ամենաարդյունավետ մեթոդն են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կոնֆլիկտի լուծման համար եւ նա ավելացրել է, որ Հայաստան եւ Ադրբեջանի միջև պատմական հնարավորություն է ստեղծվել կոնֆլիկտի ավարտման համար։ Այսինքն այդպիսի հայտարարություններ ունենք, ված չէ ամեն դեպքում այդ հայտարարությունը, տեսնենք թե ինչ կհետևի այդ հայտարարություններին, այսօր այդպիսի հայտարարություններ են անում, վաղը գիտենք կարող է ուրիշ հայտարարություններ անեն, կրկին պահանջներ ներկայացնեն Երևանին, դրան մենք սովորենք, բայց պետք է արդարության համար միշտ էլ լավին լավ ասենք, վատին վատ, եւ այդ հայտարարության մեջ մեծ հաշվով շատ վատ բան չեմ տեսնում, հնարավոր է այդ հայտարարությունը կծկտուր է մեզ հասել եւ կրկին ինքը հիշել է այդ նախապայմանների մասին, ուղղակի ես ինչ տեսա հանրային հեռուստաընկերության կայքում, դա եմ փորձում մեջ գրել։ Հիմա արդեն անդրադառնանք միջազգային կարևոր հարցերին եւ սկսենք Իրանից, բանակցությունները տեղի ունեցան Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև Հռոմում, դրանք հայտարարվում է, որ կրկին անցել են շատ կոնստրուկտիվ լավ մթնոլորտում, նույնիսկ ասում են, որ ոչ միայն կոնստրուկտիվ, այլ նույնիսկ պրոգրեսիվ մթնոլորտում են տեղի ունեցել այդ բանակցությունները, ու դրանից բացի Իրանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները քննարկել են ընդհանուր սկզբունքները եւ նպատակները ապագա համաձայնագրի, ատոմային այդ ծրագրի շուրջ համաձայնագրի, այս մասին հայտարարել է արդեն Իրանի արտգործնախարարը, այսինքն մենք արդեն հասել ենք սկզբունքներին եւ նպատակներին ապագա այդ ատոմային համաձայնագրի շուրջ։ Եվ ըստ իրանական կողմի հաջորդ բանակցությունները արդեն տեղի կունենան ապրիլի 26-ին։ Դրանից բացի շատ կարևոր է ավելացնել մեկ բան, որ երբ որ Վիտկոֆը գտնվում էր Փարիզում, գիտեք, Ուկրաինայի շուրջ քննարկումներ էին տեղի ունենում, այնտեղ նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն էր ներկա, փաստացի 2 բարձրաստիճան պաշտոնյաներ Իսրայելից մեկնել էին Փարիզ, որպեսզի բանակցություններ վարեին ամերիկյան կողմի հետ, կոնկրետ Իրանի ծրագրի շուրջ, Իրանի ատոմային ծրագրի շուրջ։ Իսրայելը ամենայն հավանականությամբ դժգոհ է Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից վարված բանակցություններից, նաեւ խոսք կա այն մասին, որ Իսրայելը կողմնակից էր հարված հասցնելու Իրանին, ինչին դեմ եղել Թրամփը, պնդել է, որ նման բան տեղի չի ունենա, քանի որ բանակցություններ են ընթանում։ Կարճ ասած, այդ
այցը բարձրաստիճան պաշտոնյաների հենց այդ հարցին էր վերաբերվում, եւ Իսրայելը կոնկրետ պնդում է, որ ատոմային համաձայնագրով, որը որ կնքվելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ, եթե կնքվի, անպայման պետք է ատոմային վտանգը վերանա Իսրայել պետության համար։ Այստեղ կարևոր է նաեւ նշել, որ այսօր կարևոր հայտարարությամբ հանդես է գալու նաեւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն։ Այս պայմանությամբ մենք տեղեկություն չունենք այդ հայտարարությունը եղել է թե չէ, կարծում եմ շուտով կլինի եւ ամենայն հավանականությամբ կարող է եւ Նետանյահուն հայտարարի, որ ես չեմ բացառում, որ ռազմական գործողություններ պետք է տեղի ունենան ընդդեմ Իրանի, բայց կարող է ուրիշ լրիվ հայտարարություն լինի, սակայն ամենայն հավանականությամբ այդ հայտարարությունը վերաբերվում է կոնկրետ Իրանին, բայց թե ինչ ասելու լավ կլինի մենք հիմա չգուշակենք։ Իրոք շատ բարդ է հիմա գուշակել, թե ինչ է ասելու Իսրայելի վարչապետը, բայց այդ հարցի մասին է կոնկրետ խոսելու։ Ինչ վերաբերվում է ռուս-ուկրաինական կոնֆլիկտին, տեղեկություն կա, որ Պուտինը հրահանգել է դադար տալ բոլոր ռազմական գործողություններին ամբողջ երկայնքով, այդ մարտական գործողությունների ամբողջ երկայնքով, եւ այդ հրադադարը փաստացի նվիրված է կոնկրետ զատկական տոներին, բայց հիմա ուկրաինական կողմը հաղորդում է, որ բավականին լուրջ օդային հարձակում է տեղի ունենում Ուկրաինայի վրա, դրոնների եւ հրթիռների հարձակում, փորձում են օդում խփել այդ դրոնները, հատկապես շահեդ տեսակի դրոններ են ուղարկում ռուսները, եւ Զելենսկին է նույնիսկ մեկնաբանել Պուտինի այդ հրադադարը, ասելով, որ տեսնում ենք, թե ինչպես է Ռուսաստանի Դաշնությունը եւ անձամբ Պուտինը վերաբերվում այդ հրադադարի հայտարարություններին, երբ որ նրա համար որևիցե արժեք չունի զատիկը։ Բայց նույն ժամանակ տեղեկություններ են ստացվում ուկրաինական ռազմաճակատից, ուկրաինական զինվորականները հաստատում են, որ Ռուսաստանի Դաշնությունը տարբեր հատվածներում դադարեցրել է փաստացի կրակը, հատկապես Խարկովի ուղղությամբ, այսինքն որոշ հրադադար ամեն դեպքում արդեն սկսվել է պահպանվել։ Եվ սա բավականին կարևոր եւ ուրախալի, կարող եմ ասել, որ որտեղ նախադեպ է, չեմ հիշում, որ հրադադար լիներ, գործող հրադադար Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ, ինչ պատերազմը մեկնարկել է, այդ հրադադարը ես որքան հիշում եմ, եթե սխալվում եմ, անպայման գրեք մեկնաբանությունների մեջ այդպիսի հրադադար չի եղել։ Հիմա կլինի թե չէ բարդ է ասել, բայց ահա ինտենսիվությունը արդեն ընկել է, ուկրաինական զինվորականներն էլ են հաստատում, որ հատկապես Խարկովի ուղղությամբ ռուսները դադարեցրել են ռազմական գործողությունները։ Դրանից բացի հետաքրքիր հաղորդումներ, տեղեկություններ ենք մենք ստանում Ամերիկայի Միացյալ Նահանգներից, նախ Bloomberg-ը, հետո նաև CNN-ը փաստացի տեղեկացնում են, որ Թրամփը նույնիսկ պատրաստ է ճանաչել Ղրիմը Ռուսաստանի տարածք, այդպիսի տեղեկություններ կան, եւ այս հարցը իրոք մի քանի օր է քննարկվում է, բայց որ արդեն CNN-ը եւ Bloomberg-ն են այդ մասին հաղորդում, ամեն դեպքում պետք է սպասել եւ հասկանալ, թե իրոք ինչ է տեղի ունենում Ուկրաինայի շուրջ, ինչ որ լուրջ հիմա իրադարձություններ են ծավալվում, այդ բանակցությունները Փարիզում եւ այն բանակցությունները, որոնք որ պետք է մեկնարկեն նաեւ Լոնդոնում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից արվող հայտարարությունները հստակ վկայում են այն մասին, որ Ուկրաինայի շուրջ եւս հստակ լուրջ գործողություններ կան, գործընթացներ կան եւ պատահական չէ, որ Պուտինը հայտարարում է զատիկ օրվա մասով, որպեսզի հրադադարի զատիկի այս օրերին տեղի ունենալու Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև, հնարավոր է այն նույնիսկ երկարաձգվի եւ դառնա հիմք արդեն պատերազմի ավարտի։ Դա եւս ես չեմ կարող կանխատեսել, բայց հետաքրքիր տեղաշարժեր կան այդ առումով։ Նաեւ կարևոր հայտարարություն է արել Գերմանիայի ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, ասել է, որ Գերմանիան կրկին իր վրա է վերցնելու մեծ պատասխանատվություն Եվրոպայում եւ ամբողջ աշխարհում։ Եվ այդ հայտարարությունից հստակ պարզ է դառնում, որ Գերմանիայի դերակատարությունը բավականին լուրջ ձևով մեծանալու է թե աշխարհում եւ թե Եվրոպայում։ Այսինքն, եթե երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան շատ ավելի հանգիստ, սուսպուս, շատ խորը չէր մտնում արտաքին քաղաքականության մեջ, տարբեր երկրների հետ, տարբեր հարևանների հետ աշխարհաքաղաքական որևիցե լուրջ նպատակներ ուներ, հիմա Գերմանիան արդեն որպես լուրջ հզոր երկիր, հատկապես տնտեսապես շատ լուրջ հզոր երկիր, ամենահարուստ երկիրն է փաստացի
Եվրոպայում ամենահզոր տնտեսություն ունեցող երկիրն է Եվրոպայում, Գերմանիան վերադառնում է միջազգային ասպարեզ որպես նոր գերտերություն։ Եվ դա արդեն զգացվում էր, ճիշտ ասած, մի 2-3 տարի է զգացվում էր եւ ավելի ու ավելի հստակ էր դառնում, եւ մերցի ընտրվելուց հետո նրա հայտարարությունները լսելուց հետո մենք հստակ հասկանում ենք, որ Գերմանիայի դերակատարությունը ոչ միայն իրոք Եվրոպայում, այլ նաեւ ամբողջ աշխարհում հիմա կտրուկ ձևով աճ են գրանցելու։ Եվ ամփոփելով այս հաղորդումը, կրկին ուզում եմ իմ տպավորություններով կիսվել այն բանակցությունները, որոնք որ տեղի ունեցան հիմա Հռոմում Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև եւ այդ հայտարարությունները, որոնք որ մենք ունեցանք, շատ կարեւոր են եւ բավականին լավ հույս են ներշնչում, այսինքն հստակ ակնարկ կա, որ այդ բանակցությունները լավ են ընթացել, ինչը մեզ համար չափազանց կարեւոր է, Հայաստանի Հանրապետության համար չափազանց կարեւոր է։ Եվ տեսնենք մենք թե ինչ բանակցություններ կլինեն նաեւ 26-ին, ես կարծում եմ, որ հենց Իրանի շուրջ լարվածությունը լուրջ ձևով հիմա լարվածության անկում գրանցվի, այն դրական է ազդելու նաեւ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի վրա։ Ուկրաինայի մասով նույնպես, Ուկրաինայում եթե պատերազմը դադարեցվի, այն միանշանակ շատ դրական ազդեցություն կունենա հայ-ադրբեջանական կոնֆլիկտի վրա, ընդհանրապես հարավային Կովկասի վրա, բնականաբար, բայց շատ կարևոր է թե ինչ ձևով է ավարտվելու այդ պատերազմը, ինչ ձևով, դա չափազանց կարևոր է, բայց մեկ բան արդեն պարզ է, որ Ուկրաինան չի կորցնելու իր ինքնիշխանությունը, մնալու է սուվերեն երկիր եւ չի փոխելու իր քաղաքական, արտաքին քաղաքական ուղին, ինչը բնականաբար եւս չափազանց կարևոր է հարավային Կովկասի, ընդհանուր հարավային Կովկասի երկրների համար, հատկապես Հայաստանի եւ Վրաստանի համար։ Այս բայդրությամբ այսքանը, սիրելի հայրենակիցներ, կրկին շնորհավորում եմ Զատկի տոնի կապակցությամբ, հաջողություն եմ ցանկանում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։